Կենտրոնական բանկը հետևում է գնաճի տեմպերին, եթե հետևում է, ապա ինչով է բացատրում են փաստը, որ դրամը արժևորվում է, բայց գները դրամով թանկանում են, որտեղ այստեղ գաղտնիքը սպեկուլյացիայի հետ գործ ունենք, թե ինչ խնդիր կա, կենտրոնական բանկը ինչ գնահատական ունի այս ամեն ինչի վերաբերյալ եւ երկրորդ հարցը, որին պատասխանեց մի քանի օր առաջ նաև կենտրոնական բանկի նախագահը կապված հիփոթեքային վարկերի հետ, իհարկե շատ մանրամասն բացատրեց, թե ինչու է Հայաստանում այս մակարդակը, բայց հանրության մոտ մնում է հետևյալ կարծիքը, իսկ հնարավոր չի իջեցնել ավանդների տոկոսադրույքները, այսինքն այսօրվա մոտ 10%-ից օրինակ դարձնել 4%, 5%, որի արդյունքում մենք կարող ենք ապահովել նաև հիփոթեկային ցածր տոկոսներ, այսինքն 13-14-ից իջնի գոնե 8-9-ի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, գնաճը իհարկե գնաճին հետևելը դա մեր պարտավորությունն է սահմանադրական, տեսեք, դուք ճիշտ եք, որ գնաճը բարձրացել է, բայց դա պետք է նայենք համատական, հիմա այս պայմանությամբ գնաճը 4.2% է, բայց դուք հաշվի առեք, որ վերջի մի քանի ամիսների ընթացքում նավթի գները կրկնապատկվել էին, եւ եթե դուք նայեք աշխարհում գնաճը ինչքան է եղել, ըստ էության այդ համատականով Հայաստանի Հանրապետության գնաճը ես հավաստիացնում, որ միջազգային համատականի տեսանկյունից բավականին կառավարելի միջակայքում է, այսինքն այդ տեսանկյունից բնականաբար մենք հետևում ենք եւ մեր տնավարկային քաղաքականության մեջ նայում ենք հենց դրան եւ նաեւ այստեղ մի կարեւոր բան կա, գնաճը շատ արագ թիրախին իջացնելը շատ ծախսատար կարող է լինել, կենտրոնական բանկը երբեք շատ կարճ ժամկետում գնաճը ներքև իջացնելու մասին չի մտածում, այլ ինքը ժամանակի մեջ է բաշխում համապատասխան ռիսկերը գնահատելով, որտեղ դա շատ ծախսատար կարող է լինել տնտեսական միջավայրի համար։ Այսօր միջազգային գնաճային միջավայրը շատ բարձր մակարդակում է եւ ասենք Միացյալ Նահանգներում է գնաճը, իրենց մոտ թիրախը 2% է, իրենց մոտ գնաճը 3-ից բարձր է, մեր մոտ 4.2 է։ Եթե նայեք հարևան երկրներում դուք կտեսնեք, որ Հայաստանի գնաճը ամենացածրն է, բայց հիմա պետք է տեսնենք թե նավթի գների հետ ինչ կլինի եւ ներքին պահանջարկը ինչ կլինի։ Ինչը վերաբերում է հիփոթեքին, տեսեք ավանդային մասին եւ ընդհանրապես այդ գործիքներին ոչ շուկայական մեխանիզմներով միջամտելը շատ վտանգավոր է, այսինքն դա չի աշխատելու միանշանակ եւ աշխարհում այն բոլոր տեղերը, որտեղ որ փորձել են ավանդային բազային կպնեն ոչ բնական ձևերով, հիմնականում դա բերել է լուրջ կապիտալ արտահոսքերի, որտեղ մարդկանց վարկագիծը այն չի, որ իրենք գնան եւ համաձայնվեն 4-5%-ով դնեն դրամով։ Իրենք պարզապես իրենց գումարները բանկերից հանելու են եւ դա բազմաթիվ տեղեր փորձվել է, այսինքն այդ իմաստով ինքը մեր կարծիքով օգտակար գործիք չի լինի, բայց տոկոսադրույքների մակարդակի հետ կապված, այո, նախագահը նշեց, որ եթե ավանդի տոկոսադրույքը 10% դժվար է անել, բայց նաև ԱՄՆ Միացյալ Նահանգներում 10 տարանոց պետական թղթի տոկոսը 4.5 է դոլարով։ ԱՄՆ-ում հիփոթեքը 7-8%-ի կարգի է, այսինքն այդ համատականի մեջ որ նայում ենք, մի բան է կարևոր, որ աշխարհը ավելի բարձր տոկոսադրույքների միջավայրում է արդեն կոവിഡ്ից հետո երկար ժամանակ եւ դա դժվար մոտակա ժամանակները հետ գա, դա պարզապես իրողությունն է, որ պետք է հաշվի նստենք։ Շնորհակալություն։